Այսօրվա լրահոսի կարևոր նորություններն են ներկայացնում Հորիզոն լրատվականը 21 հունվարի չորեքշաբթի։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը խորագրով պանելային քննարկման Ադրբեջանի նախագահ Ալիևի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ Թուրքիայի ու Լիմակ ընկերության ներկայացուցիչ Էբրու Օզդեմիրի հետ։ Նախագահն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կարևոր դերակատարությանը, Հարավային Կովկասի երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաև Արևելք-Արևմուտք բնականon հաղորդակցության ապահովման ու տնտեսական ազատ համագործակցության տեսանկյունից։ Շեշտվել է, որ խաղաղ եւ կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի եւ Ասիայի միջև, ստեղծելով տնտեսական զարգացման բազմաշերտ հնարավորություններ։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե հեռու չէ այն օրը, որ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով։ Նա այս մասին խոսել է Դավոսում, նրա խոսքով այժմ դրանք ասում են Վրաստանի տարածքով, բայց իրենք միակողմանիորեն բացել են միջանցքները։ Ալիևն նաև հայտարարել է, թե Հայաստանը դեպի Ռուսաստան բեռների տարանցման տրամադրման վերաբերյալ հարցում է ուղարկել Ադրբեջանին։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից երեկ հայտնել են, որ Հայաստանը շուտով ռուսական հեղուկ գազ կներկրի երկաթուղով Ադրբեջանի տարածքով։ Եվ այսպիսով Դավոսը ձևավորում է աշխարհաքաղաքական նոր օրակարգ։ Դրական հանդիպում են ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի բանականացները, Ուկրաինայի հետ կապված ամերիկյան աջակցության փաթեթը չի ստորագրվի, առավել կոշտ է դարձել Գրենլանդիայի հետ կապված Եվրամիության երկրների հակադրությունը Միացյալ Նահանգների հետ։ Մակրոնի արտաքին տեսքն ու խոսքի շեշտադրումները միանգամից ուշադրություն գրավեցին։ Բեմում ողջ խոսքի ընթացքում գունավոր ակնոցներով էր։ Դեռ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա աչքի արյունատարանոթների հետ կապված խնդիր է առաջացել, բայց վտանգավոր չէ։ Փոխարենը այսպես ասած վտանգավոր զարգացումների մասին է խոսում մի կողմից Միացյալ Նահանգների, մյուս կողմից Ֆրանսիայի եւ եվրոպական այլ երկրների բանավեճը։ Մակրոնն իր հատուկ ելույթում խիստ մտահոգություն է հայտնել աշխարհակարգի վերաբերյալ, խոսել կոնֆլիկտների մեծ քանակից եւ միջազգային իրավունքից շեղվելու մասին։ Աշխարհը հեռանում է միջազգային կանոններից եւ միջազգային իրավունքից։ Սա անցում է դեպի կանոններից զուրկ աշխարհ, որտեղ միջազգային իրավունքը ոտնահարվում է եւ որտեղ միակ կարևոր օրենքը ամենաուժեղի օրենքն է եւ վերածնվում են իմպերիալիստական նկրտումները։ Մակրոնը ուղիղ տեքստով ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է թույլատրել եւ ենթարկեցնել Եվրոպան, բայց ըստ նրա Եվրոպան ունի դիմադրելու հզոր գործիքներ։ Եվրոպան ունի շատ հզոր գործիքներ եւ մենք պետք է դրանք օգտագործենք, երբ մեզ չեն հարգում եւ խաղի կանոնները չեն պահպանվում։ Մակրոնը նաև նշել է, որ աշխարհում մոտ 60 հակամարտություն կա, ռեկորդային է անվանել այդ թիվը, եւ նշել, որ դա կարծես նորմալացված լինի։ Ապա նաև շատ այլ խնդիրներ նշելով Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ այս ամենի լուծումը համագործակցությունն է եւ նոր մոտեցումներ մշակելը։ Դա ակնհայտորեն ենթադրում է ավելի մեծ տնտեսական ինքնիշխանություն եւ ռազմավարական տնտեսության կառուցում, հատկապես եվրոպացիների համար, ինչը իմ կարծիքով հիմնական պատասխանն է։ Այս համատեքստում ուզում եմ բացառել երկու մոտեցում։ Առաջինը ես կասեի դա կլինի ուժեղի օրենքը ընդունելը, որը կհանգեցնի վասալականացմանն ու բլոկային քաղաքականությանը։ Կարծում եմ նոր գաղափարատիրության մոտեցում ընդունելը իմաստ չունի։ Երկրորդը զուտ բարոյական դիրքորոշում որդեգրելը։ Դա մեզ դատապարտում է մարգինալիզացիայի եւ ուժազրկության։ Համաշխարհային բարբարոսության առջև Ֆրանսիան եւ Եվրոպան պետք է պաշտպանեն արդյունավետ բազմակողմանիությունը, քանի որ դա ծառայում է մեր շահերին եւ բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են ենթարկվել ուժի դերին։ Աշխարհակարգի փոփոխությունների մասին է խոսել նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մենք այժմ ապրում ենք աշխարհում, որը սահմանափակվում է բացահայտ ուժով։ Եվրոպայի համար անհրաժեշտ է արագացնել ինքնիշխանության հասնելու մեր ջանքերը եւ ձեռք բերել նոր ազդեցության ռեժիմներ։
Հիշատակելով Գրենլանդիան, ֆոն դեր Լայենը նշել է, որ այն ձեռք բերելու Թրամփի փորձերի պատճառով հարաբերությունների լարվածությունը աճում է։ Նաև ավելացրել, որ նոր տուրքերի սպառնալիքը անվտանգության նկատառումներից ելնելով պարզապես սխալ է։ Եվրոպան նախընտրում է երկխոսությունն ու լուծումները, սակայն մենք լիովին պատրաստ ենք գործողությունների, եթե անհրաժեշտ լինի, միասնությամբ, շտապողականությամբ եւ վճռականությամբ։ Իդեպ հինգշաբթի օրը Եվրոպայի առաջնորդները հանդիպում են, որպեսզի քննարկեն Միացյալ Նահանգների նախագահի սպառնալիքներին իրենց արձագանքը։ Թրամփն ինքը Սպիտակ տանը անդրադառնալով Գրենլանդիայի հարցին նշել է, որ այդ պլանից հետդարձ չկա։ Նրա խոսքով դա անհրաժեշտ է համաշխարհային անվտանգության համար։ Միացյալ Նահանգների նախագահն ինքն էլ Դավոսի մասնակից է, բայց մինչ նրա գալը Դավոսում Ուկրաինայի հարցով հանդիպում են ունեցել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հատուկ բանագնացներ Ստիվ Ուիտքոֆը եւ Կիրիլ Դիմիտրիևը։ Այդ հանդիպումը կողմերը շատ դրական ու կառուցողական են գնահատել։ Սակայն Միացյալ Նահանգների կողմից հետպատերազմյան Ուկրաինային անվտանգության երաշխիքների եւ Ուկրաինայի տնտեսական զարգացման շուրջ համաձայնություն դեռ չկա։ Ավելին, ամերիկյան լրատվամիջոցներից մեկը նշել է, որ Վաշինգտոնը եւ Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման վերաբերյալ $800 միլիարդ համաձայնագիրը։ Քրիստինա Լագուլյան, Հորիզոն։ Վարչապետ Փաշինյանն այցելել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն։ Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Հաշվետու ժամանակահատվածում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթ անելիքներն իրականացվել են թվայնացման, կրթության, գիտության մրցունակության և արդյունավետության բարձրացման, մշակույթի տնտեսականացման ուղղություններով։ Զեկուցվել է, որ թվայնացման աշխատանքները ներառել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները։ Մասնավորապես 2025 թվականին թվայնացվել են մանկապարտեզից դպրոց հանձնման և լավարկվել դպրոց ընդունելության էլեկտրոնային գործընթացները, որոնց շնորհիվ տեսանելի է դառնալու անձի կրթական ճանապարհի հետագծելիությունը, որն առանձնահատուկ կարևորվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Որովհետև եթե ինքը առողջության ապահովագրության շահառու է, պետքա որևէ տեղ ինքը երևա, որևէ տեղ գնում է մանկապարտեզ, չի գնում մանկապարտեզ, դպրոց գնում է, չի գնում, կամ եթե դպրոց է գնում առողջության ապահովագրության համակարգում չկա, համակարգը մեզ պետք է ասի, որ այդտեղ այսքան երեխայի տվյալի անհամապատասխանություն կա, որպես մենք կարողանանք իրադրությունը կառավարել երկարաժամկետ։ Խոսելով 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի մասին, նախարարը զեկուցել է, որ աշխատանքներ են իրականացվել ավելի քան 320 դպրոցում եւ ավելի քան 490 նախադպրոցական հաստատությունում։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի իմաստով մենք ավելի քան 100 դպրոցներում եւ շուրջ 280 նախադպրոցական հաստատություններում աշխատանքները ավարտել ենք, այստեղ ձեր ուշադրությունը կուզեի հրավիրել ծրագրի ֆինանսական կատարողականի աճին, որը ցույց է տալիս, որ էապես աճել է ծրագրի կատարման տեմպը եւ մենք առանց սուբվենցիաները հաշվի առնելու նախորդ տարեվերջին ունեցել ենք 116.1 միլիարդ դրամի կատարողական, իսկ սուբվենցիաների հաշվառմամբ շուրջ 121 միլիարդ։ Սա անգամներով ավել է նախորդող տարիներից եւ սա ցույց է տալիս, որ իսկապես ծրագրի իրատեսականությունը օր-օրի էլ ավելի ամրապնդվում է։ Վարչապետը շեշտելով դպրոցների կառուցման եւ վերանորոգման ծրագրի կարեւորությունը անհրաժեշտ է համարել նոր ենթակառուցվածքների լիարժեք կիրառումը, այդ թվում համայնքի բնակիչների կողմից։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ցանկանում են դպրոցի դուռը փակելու տրամաբանությունից ձերբազատվել։ Պետք է այդ տարածքները օգտագործվեն առաջին հերթին կրթական նպատակներով եւ եթե կրթական նպատակները լուծված են համայնքի կյանքի կազմակերպման նպատակներով հանրային կյանքի կազմակերպման նպատակ պետք է դպրոցի դռները բաց լինեն։ Ով ասել, որ երեկոյան ժամը 21-ին չի կարա դպրոցում ինչ որ միջոցառում լինի, մարդիկ հավաքվեն, քննարկեն, խոսան ամենատարբեր հարցեր, մասնագիտական, համայնքային եւ այլն եւ այդպես շարունակ։ 2025 թվականի դրությամբ կամավոր ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել եւ այժմ ատեստավորված է 9602 անձ կամ ամեն երրորդ ուսուցիչը, կամ ուսուցիչների շուրջ 31%-ը։ Նախարարի խոսքով ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ խրախուսման ծրագրերի արդյունքում բարձրացել է բազմաթիվ ուսուցիչների վարձատրությունը։ Ընդհանրապես վերջին ատեստավորման փուլից առաջ պարոն վարչապետ խոսում էինք այն մասին, որ 700,000 դրամ եւ ավելի ստանում է 2 ուսուցիչ, ատեստավորման վերջի փուլից հետո 13 նման ուսուցիչ ունենք, եւ սա ցույց է տալիս, որ ամեն փուլի հետ մեր վարձատրության համակարգը բարելավում է։
Եվ մենք ունենք ավելի քան 4000 ուսուցիչներ, որոնք նոր են ընդունվել 2024-25 ուսումնական տարում ընդունվել են մեր դպրոցներ աշխատանքի, նրանց շուրջ 80%-ը մինչև 45 տարեկան է, եւ սա ցույց է տալիս, որ մեր ձեռնարկած քայլերը ունենում են արդյունք եւ իսկապես ուսուցչի մասնագիտության գրավչությունը բարձրանում է։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խոսքով 2025 թվականի մշակույթի ոլորտում շեշտադրվել են մշակույթի տնտեսականացման ինստիտուցիոնալ կառուցակարգերի ստեղծումը, այդ թվում միտված մշակութային կազմակերպությունների սեփական եկամուտների աճին, մշակութային արտադրանքի եւ մասնավորի հետ համագործակցության նոր ձևերին, ինչպես նաեւ ոլորտի թվայնացումը, միջազգայնացումը եւ մշակութային կյանքի ապակենտրոնացումը։ Վարչապետը կարևորել է մշակութային հաստատությունների տնտեսականացման գործընթացը, ավելացնելով, որ այսօրվա գործիքներն այդ հնարավորությունը տալիս են ներգրավելու հնարավորինս շատ այցելուներ։ Հիմա օրինակ, որ երբ որ մենք Բերդի պատկերասրահի տնօրենին հարցնենք, ինչն է ձեր, դուք ինչ եք անում, ինչով եք զբաղված, որն է ձեր աշխատանքի էությունը, ասենք ինչ կպատասխանի, հետաքրքիր է, կուզեմ իմանալ։ Իսկ իր ճիշտ պատասխանն է, որ ինքը նկար է վաճառում։ Որովհետև նկարը վաճառում, ընենք չի վաճառում, որ մարդը վերցնի տանի իր տանը կախի, վաճառում այդ նկարը, որ մարդը գա տեսնի եւ դրա համար վճարի։ Hani մեր թանգարանները օրինակ այդ ցնկալումը չունեն, իրանց որ հասնես կասեն ամեն ինչ, բացի դրանից։ Վարչապետ Փաշինյանն այս քննարկման ընթացքում եւս մեկ ռազմավարական խնդիր է սահմանել։ Նրա խոսքով բոլոր երեխաները պետք է ընդգրկված լինեն արտադպրոցական կրթության որևէ խմբակում։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռիփսիմե Հունանյանը դիմում է ներկայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ Նա ներողություն է խնդրել ազգային ժողովում իր հնչեցրած որոշ ձևակերպումների համար եւ հայտարարել, որ հրաժարականի դիմում է ներկայացնում ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչպես նաեւ ինքնաբացարկ է հայտնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։ Դատախազը հաստատել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրիի համայնքապետարանի շենքում եւ հարակից հրապարակում տեղ ունեցած զանգվածային անկարգությունները ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելը կազմակերպելու եւ ղեկավարելու մասով 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը եւ հանձնել դատարան։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, քրեական հետապնդումներ են հարուցվել Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի, Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալի օգնական Կարապետ Ղուկասյանի, Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ այժմ պաշտոնակատար Ավետիս Արաքելյանի, Գյումրիի կոմունալցարայության բաժնի պետ Արտյոմ Մկրչյանի նկատմամբ։ Հայաստանի բոլոր ծննդատներում ներդրվել է նորածնային ակնային սկրինինգը։ Այն պարտադիր կանխարգելիչ հետազոտություններից հերթականն է, որն իրականացվում է երեխայի կյանքի առաջին իսկ օրերին։ Նոր սերնդի սարքավորումային հետազոտություններով հայտնաբերվում են բնածին կամ ժառանգական պաթոլոգիաները։ Ակնային սկրինինգը 8-րդ պետական ծրագիրն է, որն իրականացվում է հանրապետության ծննդատներում։ Ծննդի առաջին ժամերից բոլոր նորածիններն անցնում են 7 պարտադիր կանխարգելիչ հետազոտություններ, որոնք թույլ են տալիս հնարավոր բնածին ու ժառանգական հիվանդությունները վաղ հայտնաբերել։ Այդ սկրինինգների արդյունքներից է կախված ծննդատնից երեխայի դուրսգրումը։ 7 հետազոտություններին նորն է ավելացել։ 48 ժամվա ընթացքում 2 օրական նորածին անցնելու է ակնային հետազոտություն։ Ինչպես նկատեցիք, վարքյաններ տևեց ընդհանրապես, նորմալ էր, որևէ խնդիր չկար։ Որևէ հետագա հետազոտությունների ուղարկելու կարիք երեխան չունի։ Շատ կարևոր է նաև ծնողի եւ նաև երեխայի համար, որ այս տարիքից եթե հանկարծ նույնիսկ եթե խնդիր լինի, կարելի է դեռ փոքր տարիքից դեմն առնել խնդրին։ Տեսողության որոշ խանգարումներ, հիվանդություններ ու այլ բնածին արատներ նորածնային շրջանում հաճախ չեն ունենում ակնհայտ կլինիկական նշաններ, բայց վաղ հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել պաթոլոգիաները եւ ժամանակին միջամտություն ցույց տալ։ Ակնային սկրինինգը համարվում է կարևոր նորամուծություն։ Հայաստանի բոլոր ծննդատներում այն ներդրվել է այս տարեսկզբից։ Վարքյաններ տևող այս հետազոտությունը իրականացվում է կոմպակտ չափերի հատուկ սարքի միջոցով, որը թույլ է տալիս պարզել նորածնի մոտ կա արդյոք տեսողության խնդիր։ Հետազոտությունը կատարվում է հատուկ օֆթալմոսկոպի միջոցով, կարմիր
Բբի ռեֆլեքսն ենք հայտնաբերում, հա, այսինքն նրա արկայության պարագայում երկու բբերում մենք տվյալ անոմալիաները շփվում ենք։ Իսկ եթե տվյալ ռեֆլեքսը չի լինում, հա, լինում է սպիտակ, այդ դեպքում արդեն երեխան պետք է ուղեգրվի ակտաբույժի մոտ արդեն նեղ մասնագիտական հետազոտության համար։ Կյանքի առաջին ժամերին կատարվող այս հետազոտությունը վաղ-փուլում ի հայտ են բերում ակնային ախտաբանությունները, որոնք կարող են հանգեցնել տեսողության նվազման կամ կուրացման, իսկ ավելի ուշ ախտորոշումը բարդ հետևանքներ է ունենում։ Անհասությամբ կամ ակնային տեսանելի խնդիրներով ծնված նորածինների դեպքում սկրինինգ չի իրականացվում։ Միանգամից ծննդատնից ուղեգրվում են մասնագիտացված կլինիկաներ։ Սկրինինգը վերաբերվում է բոլոր նորածիններին, 34 շաբաթական եւ բարձր գեստացիայով ծնված, 2000 գրամ եւ ավելի բարձր քաշով ծնված։ Եթե երեխան ծնվում է 34 շաբաթականից ցածր գեստացիայով եւ 2000 գրամից ցածր քաշով, արդեն ուղեգրվում է մանկական ակնաբույժի մոտ անհասության ռետինոպաթիայի սկրինինգի նպատակով։ Ակնային սկրինինգի միջոցով այժմ նորածնային տարիքից հնարավոր է հայտնաբերել այնպիսի վիճակներ, ինչպիսիք են բնածին կատարակտան, բնածին գլաուկոման, ռետինոբլաստոման, ինչպես նաև տեսողական օրգանի ծանր անոմալիաներ, որոնք համարվում են առավել հաճախ հանդիպող ակնային պաթոլոգիաներ։ Մինչև այս սկրինինգի ներդրումը, եթե մենք ունեցել ենք շատ կոպիտ անոմալիաներ, օրինակ ակնագնդի բացակայություն, որը անզեն աչքով տեսանելի է, կամ երեխայի մոտ նկատել ենք շլություն, նորմայից շատ շեղված, դեպքում երեխաները ուղեգրվել են ակնաբույժի մոտ, բայց այլ անոմալիաներ նորածնային հասակում առանց տվյալ սկրինինգի հնարավոր չի նկատել։ Ակնային հիվանդությունների առաջացման պատճառները շատ են, բայց կարևորն ու հիմնականը ժառանգական գործոնն է։ Մանկական կամ երիտասարդ տարիքում նման հիվանդությունների առկայությունը կարող է վկայել որոշ համախտանիշերի մասին, այդ թվում քրոմոսոմային անոմալիաների։ Աչքի տարածված հիվանդությունները նաև տարիքային առանձնահատկություն ունեն։ Երիտասարդ տարիքի մոտ մանկական տարիքից սկսած մենք ավելի շատ տեսնում ենք ռեֆրակցիոն խնդիրներ, կարճատեսություն, հեռատեսություն, ասթիգմատիզմ եւ այս հիվանդությունների առաջացման մեջ շատ մեծ է ժառանգական նախատրամադրվածության գործոնը։ Իհարկե հիմա կենսակերպի պայմանները նույնպես դարձել են նպաստող հանգամանք հիվանդությունների զարգացման։ Իսկ ավելի մեծ տարիքում շատ տեսնում ենք կատարակտան, գլաուկոման եւ ցանցաթաղանթի հիվանդությունների տարիքային, որոնց մեջ կառանձնացնեմ շաքարային դիաբետի տարածվածության հետ կապված որպես հետևանք առաջացող շաքարային դիաբետից ցանցաթաղանթի ռետինոպաթիան։ Անցած տարի Գյումրի բժշկական կենտրոնում իրականացվել է ավելի քան 650 ակնային վիրահատություն, իսկ հետազոտություն անցած քաղաքացիների թիվը եղել է մի քանի անգամ ավելի շատ։ Նորածնային ակնային հետազոտության ծրագրի ներդրումից առաջ Հայաստանի ծննդատների նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների 100 նեղ մասնագետներ եւ բուժքույրեր վերապատրաստում են անցել։ Հասմիկ Թումասյան, Վահագն Բարաքյան, Հորիզոն։ Ձյունառած սկսված հունվարը անանցանելի կամ դժվար անցանելի իրավիճակներ է ստեղծել հանրապետության ճանապարհներին։ Տեղումներն ու բուքը Շիրակի մարզի ավտոճանապարհների գրեթե բոլոր ուղղություններով շարունակվել է ամբողջ գիշեր։ Արգելափակումից դուրս են բերվել 1 տասնյակի հասնող մեքենաներ։ Աշոտքի տարածաշրջանում անցած գիշեր տեղացած առատ ձյունն ու ծնապուկը ավելացրել է վերջին 5 օրերի ընթացքում այստեղ կուտակված ձյան հաստությունը։ Ինչպես տեսնում եք, այս պահին ձյան բարձրությունն այստեղ մարդու հասակից էլ ավելին է եւ մոտավոր հաշվարկներով կազմում է մոտ 3 մետր։ Մոտ 3 մետրի հասնող ձյան շեշտը Գյումրի Բավրամ միջպետական նշանակության ավտոճանապարհի 147-րդ կիլոմետրին էր։ Ուժեղ քամիները տեղացած առատ ձյունը քշել բերել էին ճանապարհի այս հատված։ Ցողամարկ գյուղի ոլորաններին ձյուն մաքրող տեխնիկան անդադար աշխատում է, որ Աշոտք մինչև Վրաստանի սահման ճանապարհը չփակվի։ Աշխատանքները կատարվել է ողջ գիշեր, բայց այդ ընթացքում նույնիսկ 1 րոպե տևողությամբ ճանապարհը փակ չի եղել։ Տեսնում եք ձյան շերտի հաստությունը եւ այս ձնամաքրիչ մեխանիզմների միջոցով կարողանում ենք ինչքսած տակից դուրս գալ։ Աշոտքի եւ Ամասիայի տարածաշրջանի բարձրադիր գոտիներում սաստիկ բուքը շարունակվել է ամբողջ գիշեր։ Դժվար անցանելի իրավիճակներ ստեղծել տրանսպորտային միջոցների համար։ Երկու տարածաշրջանների ավտոճանապարհները սպասարկող ճանշին ընկերությունը մոտ 15 միավոր տեխնիկա է կենտրոնացրել վտանգավոր հատվածում։ Բուք տիպի Բարտախպուր Բավրա, Բարտախպուր Բավրա։ Այդքան տեղը։ Գեշտայի մարտեք ու գանք
Բարև, պրոբկային ստեղծենք, գնացինք, հանեցինք, մաքրենք։ 10 օրը պատկերացրել եք նույն կդրվածքով աշխատում ենք։ Ուզում կամին չի դատարում, վերևիցությունը չի դատարում, մենք էստիված պետք է կատարենք մեր հասանելի աշխատանքը։ Ճանշին ընկերության բրիգադները հեշտափոխով են աշխատում, գիշերային ծանրաբեռնվածությունն օրվա ընթացքում մի փոքր թեթևացել էր։ Ձյուն մաքրող տեխնիկաները ճանապարհները բացելու հետ մեկտեղ կողմակներն են մաքրում, երթևեկելի հատվածները լայնացնում։ Աշոտքի եւ Ամասիայի տարածաշրջաններում փակ ճանապարհներ չկան, բայց մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաների տեղաշարժը բավական դժվար ու վտանգավոր է։ Վարորդները գիշերը նախընտրում են ճանապարհը չշարունակել։ Անսարքության հետևանքով կանգնել են եւ դրանք ավելի մեծ խոչընդոտներ են առաջացնում մեր աշխատանքները կատարելու համար։ Արգելափակված մեքենաների մասին ահազանգերը փրկարարական բարդության ճգնաժամային կառավարման կենտրոն են գալիս։ Թաղված մեքենաները դուրս են բերվել ոչ թե միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհներից, այլ միջհամայնքայինից։ 3 արգելափակումներ նորից ունեցել ենք հիմնականում Կտաշենի հատվածում եւ Հայկավան ոսկեհասկ ճանապարհի։ Բեկի պատճառով երբ ճանապարհներին մեքենաներ են մնում, արգելափակվում են, չեն կարող անցնում շարունակել ճանապարհը, այդ ահազանգերով մեր անձնակազմը համապատասխան տրանսպորտային միջոցներով մոդենում է, քաշակման միջոցով դուրս ենք բերում։ Հունվարի այս 20 օրերի ընթացքում մարզային փրկարարական բարդության աշխատողներն արգելափակումից 60 տրանսպորտային միջոց են դուրս բերել։ Այն խիստ բեկի օրերին մեքենաները շատ են եղել, ունենք դեպքեր, երբ մեքենաները թողել են տեղում, քաղաքացիները ցանկություն են հայտնել մեր մեքենայով տեղափոխվել կամ բնակավայր, կամ տեղափոխել ենք մեր հրշեջ փրկարարական ջոկատներ, նույնիսկ մարզային փրկարարական վարչություն։ Մարզի բոլոր ուղղություններում միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։ Միայն թե գիշերային ժամերին օդի ջերմաստիճանի նվազման հետևանքով մերկասառույցը վտանգավոր է դարձնում երթևեկությունը։ Իսկ զգուշացումները վարորդներին կարգին ձմեռային անվատողերով ճանապարհ գնալու մասին այս օրերին ամենաշատն է հնչում։ Մարինե Դերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։ Այսքան այս ժամի համար հետևեք նորությունների ժամը 20-ին։